Ղազարյան, հաստորեն ասեն, որ այլ գործերից է բացվել այս գործը, դուք Այլ գործերից երկու հատ շատ ծանր ամեղության կախավարկած չխախտենք, երկու հատ ծանր մեղադրակներով գործերից են, երկու իրար հետ խոսացել են մի դեպքում, իմ փոխարեն պայմանավորվել են, իմ փոխարեն որոշել են, այնտեղ իհարկե, երբ որ ես տանթաստան նյութերին, պարզվեց, որ ուրիշ բան իրա տեղի ունեցել, դե կասում եմ ելույթում։ Ժամանակ չեք ժխտել, որ գումար եք վերցրել, հարցը չափսնի։ Ես, Արամ Մկրտչյանը, իմ սանիկն է, 47-48 տարեկանում ամուսնացավ, ես դառա իր հարսանիքի քավորը, եւ երբ որ տուն էի վերցրել հիպոթեկով, վերանորոգման համար ինքը դե ընտանիքներով շփվում էինք։ Տեսա, որ որոշակի դժվարություններ ունեմ, տարբեր չափերով $8,000 ինձ պարտքով փող ա տվել, որը փաստացավորված ես վերադարձրել եմ իրան։ Եվ երբեք չի ասեմ $23,000 պարտք եք, պարոն Ղազարյան։ Ոչ մի բան չեք կարող, իրավական դեպքում չեք կարող ասել։ Ձեզ ամեն դեպքում դրանում չեմ նեղադրում, ասեն հեռախոսում բանը հայտնաբերվել, որ Արամ Մկրտչյանը գրել է Հայկ Նազարյանին, որ Ղազարյան Հովիկին փող եմ տվել $23,000 իբրև թե, եւ ինքը չի արել այդ գործը, փողը հետ չի տալիս։ Արամ Մկրտչյանը մի քանի 5 տարի դատապարտված եղել, պարզվեց, հիմա իր վրա դատա գնում, բայց ինքը փախուստի մեջ է, մարդկանց խաբել է, բան արել, մի քանի օկու ես փրկել եմ փաստորեն իր հետ ծանոթանալով։ Հա հետո դրանք քավոր հետո նոր իմացանք, որովհետև որ շփումների ժամանակ այո, դա այլ քրեական գործով է, այդ բանը վարորդական իրավունքների հետ կապված հայտնի գործ է դա, մոտ կարծեմ 50-60 քաղաքացու անօրինական վարորդական իրավունքներ են տրամադրել եւ այդ գործով հակագործություն կոմիտեն լսել է այդ մարդկանց հեռախոսած դուրս եւ այդպես փորձվել է որ իմ անունը տվել են։ Պարոն Ղազարյան, Ես պիտի գնամ նես, տեղեկություն կա, որ SMS են ուղարկել բոլոր պատգամավորներին, որպեսզի քվեարկությամբ նկարեն կողմձայնը եւ ձեր այսքան անձեռնմխելիություն զրկել ունեք այդպիսի ձեր գործը։ Ես չեմ շփվում։ Բացառեք, որ այդպիսի բան լինի։ Ես չեմ կարող մեկնաբանել։ Արդյոք արդար կլինի ձեր նկատմամբ դուք հավատում եք։ Ես կարող պաշտպանվեմ։ Ես կարող անարդարացիա ճնշումները, բայց կարող եմ պաշտպանվել։ Իհարկե։ Բանը ազեն բացառ։ Ես կասեմ, իմ խոսքը կասեմ։ Ցելանելու եք։ Բացահայտումներ ասեք, հիմա ես կասեմ, ինչ որ ես բան եմ գտնում, չգիտեմ դա ինչ ձևով է բացահայտում, ինչ ձևով բացահայտում չի։ Ես դա չգիտեմ, բայց որ բանը ասել են որոշակի բաներ, որովհետև այս ամեն ինչը օթից չընկավ։ Ինչ որ հիմք կա, չէ, ինչ որ պատճառ կա, չէ որ ես հայտնվել եմ այս վիճակում։ Դե կասեմ։ Նիկոլ Փաշինյանի մերժելն է պատճառը։